Ոսկեհատ գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մեր քվեաթերթիկն է համար 4, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մասնակցեք, որ փոխենք այս անենալի վիճակը։ Մենք պաշտպանում ենք մեր հայ առաքելական եկեղեցին, մենք դեմ ենք այսօրվա այս իշխանությանը, որը հարձակվել է մեր եկեղեցու վրա, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր եկեղեցին, մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, ուստի բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մասնակցեք, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, հարգելի ոսկեհատցիներ, այս ընտրություններում կա երկու տարբերակ, մեկը ուրացողների, սրբապիղծների ու հիմա կարող ենք ասել նաև կեղծ մատնիչների, սուտ մատնիչների դաշինքն է, մյուսը ազգային ուժերն են և Մայր Հայաստանը։ Մայր Հայաստանի քվեաթերթիկը համար 4-ն է։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին և մերժել ուրացողների, սրբապիղծների ու մատնիչների դաշինքին։ Միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Երկը հարգելի հետևորդներ, մենք այս պահին Քարոզարշավի շրջանակներում գտնվում ենք Ոսկեհատ գյուղում և շարունակելու ենք Քարոզարշավը ներկայացնելով մեր ծրագրերը։ Ոսկեհատում օրերս տեղի էր ունեցել միջադեպ, որի արդյունքում փաստորեն պետության այսպես կոչված իրավապահ համակարգը հարձակվեց Ներսիսյանների ընտանիքի դեմ կամ ձերբակալվածներ, ապօրինի գործողություններ են տեղի ունենում և փաստորեն դա հետևանք էր այն ամենի, որ ՔՊ-ին կցված հանրապետությունը, որը փաստացի թուրքական 5-րդ շարասյունն է ներկայացնում, կեղծ մատնությամբ էր հանդես եկել և վատ իմաստով գործ տվողի ստուկաչի ֆունկցիա էր կատարել, նրանց հենց դրա համար էլ մտցրել են այս խաղի մեջ, այնպես որ դրանցից պետք է հեռու մնալ, դրանք բորոտներ են, քաղաքական բորոտներ են և այս ընտրություններով չի ավարտվում այս ամեն ինչը, իրենք օրինականության դաշտում բնականաբար պատասխան են տալու։ Այս պահին ուղղակի մենք ունենք փաստորեն անազատության մեջ գտնվողներ հենց այդ մատնիչների պատճառով։ Մենք կոչ ենք անում ոսկեհատցիներին մերժել ուրացողների, մատնիչների և սրբապիղծների դաշինքին և իրենց ձայնը տալ Մայր Հայաստանին թիվ 4 քվեաթերթիկին, որպեսզի կարողանանք ազատվել այս ուրացողների դաշինքից, այս սրբապիղծների դաշինքից, այս մատնիչների դաշինքից։ Ջան, բարև ձեզ, որ չենք խանգարի ձեզ, որ եսից վրուցենք։ Բարև ձեզ։ Մենք ենք հետևում շատ լավ տեղակ ենք, ինչ է կատարվում։ Լավ մնացեք։ Հաջողություն ձեզ։ Ով է կրում Հայր ջան, ասեմ։ Boje двойной, а? Ոսկեհատում boje двойной չի։
Խոսալու վրա է, всё։ Այդ էս բարի ժամանակ, Բարդ է, պապի ջան։ Ոնց է։ Լավ է։ Հա։ Բնիկ ոսկե հատուցեք։ Բնիկ ոսկե հատուցեք։ Մեզ ասեցին, որ 100 տարեկան է, այդպես է։ 3 տարի պատմում։ Հա։ Հա, դե Աստված երկար տարիների կյանք պապի ջան։ Ուրախ էի։ Հա, դե ոչ հələ հələ ես։ Դե արաբ շուտ։ Հա։ Դա դուք դրեք, դրոշակ դրեք։ Հիմա արդեն կշրջենք և կներկայացնենք մեր ծրագրերը, կշրջենք գյուղացիների հետ, իշխանությունները գործում են հենց այստեղ առանձնահատուկ գյուղ է իհարկե ոսկե հատը, գործում են այստեղ վախի մթնոլորտ ձևավորել, բայց ես համոզված եմ, որ գյուղացիները նրանց քաղաքական լուրջ ապտակ են հասցնելու հիշեք ոսկե հատը և ոսկե հատի ընտրության արդյունքները 16-ի երեկոյան կտեսնենք։ Այնպես որ իրենց գործողություններով իրենք չեն կարողանալու այդ իրենց ուզածին հասնել։ Ու խայտարակություն է ինչ որ իրենք անում են, ասել կեղծ մատնության հիման վրա մարդկանց կալանքի են տանում ազատության հարցը շատ վատ ձևով են կարգավորում, այսինքն անազատության մեջ են հարց հայտնում մարդիկ։ Այս առումով սա խայտարակություն է իշխանության կողմից, բայց ուրիշ բան չենք սպասում, ճիշտ ասած։ Շատ ճակերտավոր բնական է, բայց ոչ ճակերտավոր իրենց անհավատական։ Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան! Ոսկե հատի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, այս ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու, որպեսզի մենք համատեղ ջանքերով մերժենք ուրացողների, սրբապիծների և սուտ մատնիչների դաշինքին, այնպես որ ակտիվորեն մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով աջակցեք իշխանափոխությանը։ Արեցեք։ Կանոթափեք, Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխանք։ Սերին վաղար շապատ սուրբին մեջ միացիկ իմ Մայր Հայաստան Վաղար շապատ ոստան ես դում են դպրության Տապսի փոչնակ նոր պայքարի ողջայության Հոզորավոր աչապասի Խաչը եթի պազեր Սերին վաղար շապատ սուրգիր
կուսակցության, եկել են շանը կողաչի շուշկիության, Սերտ ու հազին, կամք ու համար, Մայր Հայաստան կուսակցություն, գրուշարություն, Ոսկեհատ Գյումրի հարգելի ընտրողներ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստան կուսակցությունը, մենք ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկն է համար 4, Հայ Հայաստան, համար 4, Հայ Հայաստան, Յացի, Յացի, Մայր Հայաստան կուսակցություն, Դորջան ողջունում ենք ձեզ։ Ոսկեհատի հարգելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, նախորդ ընտրությունների, տեղական ընտրությունների տվյալները ցույց են տալիս, որ դուք ձեր խոսքը շատ հստակ խոսքը ասել եք քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ, մերժել եք սրանց, համոզված ենք, որ հիմա էլ եք մերժելու, ուղղակի շատ ավելի մեծ ծավալներով, միասնաբար և առանց երկվտելու։ Հայ Հայաստանը դեմ է, հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, բարև ձեզ, հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումներին, դա Էրդողանի ու Ալիևի ծրագիրն է, որը իրականացնում է նրանց ձեռքի գործիք Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը արդեն այնքան է ոգևորվել Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությունից, որ արդեն Սևանը ինչ-որ ադրբեջանական անվանումով է օգտագործում։ Սա հետևանք է Նիկոլ Փաշինյանի բռնած գծին, ու մենք պետք է միասնաբար մերժենք այն։ Մայր Հայաստանը այն ազգային ուժն է, որը դեմ է այդ քաղաքականությանը, ողջունում ենք ձեզ ժողովուրդ ջան, ապրեք։ Դեմ է այդ քաղաքականությանը և մենք հույս ունենք, որ միասնական ջանքերով կարողանալու ենք քաղաքական աղբանոց ուղարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակին։ Նրան սատարում են միայն ուրացողները, այն թեկնածուն, որին առաջադրել են, ուրացել է հոր անցած ճանապարհը, այն մյուսը, որ կսված է քաղաքացիական պայմանագրին, ուրացել է և ուրանում է եղբոր անցած ճանապարհը, և այս ուրացողների դաշինքով գտնում են սրբապղծության
մեր առաքելական եկեղեցու դեմ ու հնդածս նաև կեղծ մատնությամբ, ստուկաչությամբ, գործտվողությամբ են զբաղված, ընդ որում այդ ամեն ինչը ապօրինության ամբողջ փաթեթով համեմված։ Այնպես որ մենք ձեզ կոչ ենք անում, սիրելի ոսկեհացիներ, վաղաշաբաթի հարգելի բնակիչներ, մերժեք այս անաստվածների, ապիկարների և դավաճանների իշխանությանը, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք և համայնքային կյանքում, և քաղաքական կյանքում դրական փոփոխություններ բերել։ Մայր Հայաստանը թիվ 4-ն է, մենք մասնակցում ենք որպես նվազագույն ծրագիր ունենալով իշխանազրկումը ՔՊ-ի և որպես առավելագույն նպատակ ունենալով իշխանության պատասխանատվությունը ստանձնելը։ Մայր Հայաստանը այն նոր այլընտրանքային երրորդ ուժն է, որը դուրս է ներկայի ու նախկինի կեղծ բանավեճից, այդ բանավեճը ներմուծում է իշխանությունը, որպեսզի կարողանա մարդկանց շեղել իրական խնդիրներից և որպեսզի կարողանա վնասել քաղաքական ընդդիմադիր դաշտին։ Մենք չենք տրվում այդ մանիպուլյացիաներին և խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեր ժողովուրդն էլ չմանիպուլացվի, գնա ընտրության, բարձր կոկոս ապահովի մասնակցության և ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը որևէ շանս այդ դեպքում չի ունենալու։ Իրենք ինչքան էլ վարչական ռեսուրս կիրառեն, ինչքան էլ կեղծիքների դիմեն, եթե մեր քաղաքացիները բարձր մասնակցություն ցուցաբերեն ընտրությունների ժամանակ, ապա հավաստիացնում եմ, որ սրանց պարտությունը անխուսափելի է լինելու։ Մենք Մայր Հայաստանն ենք և մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, միացիր, Դատերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշաբաթ սուրին, էչ միացին, իմ Հայաստան։ Վաղաշաբաթ, ոստան ես դում էր դպրության, դապսի կոչնար, նոր պայքարի ողջայության։ Միացին իմ Հայաստան, կանցնեն նորեր ատելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուրջ միության։ Մայր Հայաստան կուսակցություն, քրիշարություն։
մենք ոսկեհատ գյուղի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, հանդես ենք գալի 4 համարով, սիրելի բնակիչներ, մենք հայ առաքելական եկեղեցու թիկունքում կանգնած ենք, մենք ստորագրահավաք ենք կազմակերպել ակցիա, որպեսզի մարդիկ գան իրենց աջակցությունը հայտնեն հայ եկեղեցուն։ Սիրելի բնակիչներ, մենք մեր նպատակը մերժել ներկայիս թրքահաճո իշխանություններին և պահպանել մեր հայ առաքելական եկեղեցին։ Մենք Մայր Հայաստանն ենք, կոչ ենք անում, միացեք մեզ, ձեր ձայնը, ձեր քվեն տվեք մեզ, որպեսզի մենք հնարավորությունը ունենանք կյանքի կոչել բոլոր այն նպատակները, որոնք որ առաջ են դրվել։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Ժորժան, սրանք անընդհատ խոսում են, որ ասֆալտ ենք անում, ուրեմն որ գյուղը մտնում ենք, որպեսզի դուք պատկերացնեք, էլի։ Այն հիմնական մասի մի հատ կտոր, այն ձևական, այն ցուցադրական։ Ուրեմն ասֆալտապատված է, մնացած հատվածներում անմխիթար վիճակ։ Մենք այս ամեն ինչը արձանագրում ենք նաև մեր այցերի ընթացքում եւ ասենք ձեզ, որ երբ խոսում են, որ մանկապարտեզ են կառուցել կամ վերանորոգել, երբ խոսում են, որ դպրոցներ են վերանորոգել, ուրեմն պետք է հստակ ներկայացնել, թե ինչ սխեմա է աշխատում։ Ուրեմն սրանք տեղական բյուջեն ձևավորում են հիմնականում գյուղացիներին կեղեքելով, խոսքը ոչ միայն այս գյուղի մասին է, ոսկեհատը խոր համայնքում ուրեմն էլի շոկ կատարվում է դրա մասին է և բյուջեն հավաքում են հիմնականում աշխատավարձ տալու տրամաբանությամբ։ Որից հետո արդեն պետական պարտքը ավելացնելով, վարկային միջոցներով ձևավորում են ինչ-որ բյուջե և դա վաճառում են հայ ժողովրդի վրա։ Պետական պարտքը անցել է 13 միլիարդ դոլարը, այսինքն ավելի քան 4000 դոլար յուրաքանչյուր նորածին ծնվելու պահից սկսած իր վրա պարտքային բեռ է վերցնում։ Այսպես կոչված սուբվենցիոն ծրագրերը դա կառավարությունից հատկացված գումարներն են, որոնք հիմնականում կրկնեմ վարկային միջոցներից են փաստորեն ձևավորվում։ Այսինքն տեղական ինքնակառավարում և տեղական բյուջե ասածը ֆիկցիա է այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Եվ հանրարդարության նաև ընդհանրապես պետք է ասել, որ այդ համակարգը տեղական ինքնակառավարման խնդիրներ ունի։ Մեր պատկերացումը, Մայր Հայաստանի պատկերացումը այն է, որ տեղական տնտեսական կյանքը աշխուժացնելով է հնարավոր իրական տեղական բյուջե ձևավորել և հնարավորություն տալ մարդկանց զարգանալու և բարեկեցիկ կյանք ունենալու։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա ամբողջ աշխարհում ընդունված է, որ գյուղատնտեսությունը դոտացիոն է լինում։ Սրանք հարձակվել են գյուղացիների վրա, ջերմոցների վրա են հարձակվել, կամայական թվեր են սահմանում, այսպես կոչված օրինականացման գործընթացը ապահովելու համար։ Մենք դեմ ենք այդ մոտեցմանը և գտնում ենք, որ գյուղացիներին պետք է հնարավորություն տալ իրենց տնտեսությունը զարգացնելու։ Երեխեք ջան, ո՞նց եք։ Լավ եք, ապրեք։ Մենք կարծում ենք, որ եթե պետությունը չի կարողանում գյուղացուն օգնել, ապա գոնե չպետք է խանգարի։ Սա է մեր հիմնական մոտեցումը։ Նրանք, ովքեր մեզ հիմա հետևում են համացանցով, տեղեկացնենք, որ մենք Մայր Հայաստանը ոսկեհատ գյուղում է, ոսկեհատը վաղաշապատ խոշորացված համայնքի մեջ է գրկված և մենք կոչ ենք անում վաղաշապատցիներին և մասնավորապես ոսկեհատի բնակիչներին անպայման մասնակցել ընտրությանը և մերժել այս անաստվածների իշխանությանը։ Մայր Հայաստան,
մենք, համար 4։ Նրանք ովքեր նոր են միացել, հարգելի հետևորդներ, մենք ասում ենք ունենք Ոսկեհատ գյուղում, ինչպես գիտեք, օրերս Ոսկեհատում խայտառակ իրադարձություն է եղել, այդ թուրքական 5-րդ Շահրասյան ներկայացուցիչի կեղծ մատնության հիման վրա Ներսիսյանների ընտանիքից որը որդու տարել են ձերբակալության, չեմ սխալվում, երկուսին էլ ազատազրկել են եւ այդ ամեն ինչը կեղծ մատնության հիման վրա, այդ ստուկաչների արածների հիման վրա հենց դրա համար դրանց մտցրել են խաղի մեջ եւ ոսկեհատցիները հիմա կոնկրետ ապտակ պետք է հասցնեն դրանց որպեսզի բարձ դառնա որ ստուկաչությունը կեղծ մատնությունը մերժելի է բոլոր ժամանակներում եւ բոլորի համար եւ բոլորի դեպքում Սիրելի ոսկեհատցիներ, ձեզ ողջունում եմ այլ Հայաստանը։ Առաջիկա համայնքային ընտրություններով մենք քիչ-քիչ քվեաթերթիկն ենք։ Բոլորիդ կոչ ենք անում, անպայման մասնակցել ընտրությունների, անպայման գերատերամաս եւ ձեր հրաժեշտություն արտահայտել այդ թերքաբարո իշխանությունների նկատմամբ։ Այս իշխանությունների ցինիզմը հասել է նրան, որ եթե ալի է նույնանը հայտարարում, նրանք արդեն չեն փորձում ինչ-որ հակաճառեն, դարձել են Ալիևի երևանյան փաստաբանները, փորձում են բացատրել, փորձում են պարզաբանել, թե նա ինչ նկատում ունեցել իրականում, ու այդ բոլորների կարգավիճակով, քաշքալով փորձում են երկիրը տանել համապետական ընտրություններին, բայց ինչ համապետական ընտրությունները Գաղափարը հրաշալի հնարավորություն է, որպեսզի հայ ժողովուրդը իր վերաբերում արտահայտի երկրի շուրջ երկրում ստեղծված իրավիճակի այդ սրտի կեղծիքի այս հատերության մթնոլորտի նկատմամբ։ Ձեր այլակից է, Մայր Հայաստանը ունի հրաշալի փայլունքի ճանապարհացած մարդկանց եւ երիտասարդության համատեղում է նոր խոսք է, նոր ասելիք է եւ շահավետ առաջարկ։ Ուրեմն, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացին, որ փոխենք, միացին, որ փոխենք, միացին, որ փոխենք։ Սիրելի ոսկեհատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Եկեք ծափողջուններով ողջունենք մեզ դիմավորող ոսկեհատցիներին։ Սիրելի ոսկեհատցիներ, հիշեցնենք, որ Մայր Հայաստանը նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններում մասնակցում է թիվ 4 քվեաթերթիկով, մեր համարը թիվ 4-ն է եւ Մայր Հայաստանը ձեզ է ներկայացնում հիանալի ծրագրեր, որոնք էապես եւ իրական դաշտում փոխելու են ձեր կյանքը։ Սիրելի ոսկեհատցիներ, Մայր Հայաստանը ոչ է անում մերժել արժանապատվային այս դրսումը, մերժել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող արշավը եւ մասնակիցը չդառնալ
Ադրբեջանի մոլաների ղեկավար Փաշազադեի ծրագրերի իրականացմանը, Մայր Հայաստանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին է, Մայր Հայաստանը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կողքին է, Մայր Հայաստանը ոսկեհացու կողքին է եւ մենք ձեր խնդիրները բարձրաձայնելու ենք, լուծելու ենք ձեր քվեն ստանալու պարագայում։ Սիրելի ոսկեհացիներ, հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը թիվ 4-ն է եւ նոյեմբերի 16-ին ընտրություններին ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է։ Ձեր մասնակցությամբ դուք մերժելու եք քաղաքական ապտակ եք հասցնելու քաղաքացիական պայմանագրի այն ծրագրերի, որոնք հակահայկական են եւ կրթամետ են։ Սիրելի ոսկեհացիներ, Մայր Հայաստանը կրկին ողջունում է ձեզ եւ հիշեցնում, որ շատ կարևոր է նոյեմբերի 16-ի ընտրություններին բոլորի մասնակցությունը։ Ձեր մասնակցության պարագայում, ձեր ուստահության քվեն ստանալու պարագայում, Մայր Հայաստանի մարգավանքուր թիմը, որը այս պահին ձեր առջևերի ծրագրերով, իրացածումով, քաղաքական կեսափոխով, գալիս է ասելու, որ եկել է փոխելու ժամանակը, միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք, ձեր քվեն ստանալու պարագայում, դուք իրականում ձեզ գալու եք մեր երկրի տերը, ձեր յուղի տերը։ Ասֆալտապատման ծրագիրը երբեմն քաղաքացիական պայմանագիրը դրոշակի պես ձեռքն է վերցնում եւ շարժում է, որ ասֆալտապատում են իրականացել։ Սա է ձեր ասֆալտապատումը։ Սիրելի ոսկեհացիներ, իրականացրեք փոփոխություններ։ Ձեր քվերով, քվեախցիկում լինելով մենակ, ինքներդ ձեր խղճի առջև կայացրեք որոշում, որ մերժեք ձեր իրավունքները ոտնահարող, մեր արժեքային համակարգը ոտնահարող եւ սխալ դիվանագիտություն ունեցող թիմին, ընտրեք քաղաքական մաքուր անցյալ ունեցող Մայր Հայաստանին։ Իսկ Մայր Հայաստանի քաղաքական անցյալի կարող եք ծանոթանալ հետևելով Երևանի ավականու նիստերին, հետևելով Գյումրու ավականու նիստերին։ Նորից հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը յուրաքանչյուրի ներկայացուցիչն է եւ Մայր Հայաստանը ձեզ ներկայանում է հիանալի ծրագրերով, որոնք են գյուղական համայնքներում խմելու ջրի, բոռոքման ջրի իրականացումը, ասֆալտապատման իրականացումը, մանկապարտեզների կառուցումը եւ մանկապարտեզները անվճար դարձնելը։ Շատ կարեւոր է, որ մեր երեխաները ունենան հնարավորություն մանկապարտեզ հաճախելու եւ որ ամենակարևորն է, Մայր Հայաստանը կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Մենք մերժում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող արշավը եւ հիշեցնում ենք, որ քվեաթերթիկը համար 4-ն է։ Համար 4 Մայր Հայաստան։ Համար 4 Մայր Հայաստան։ Լուծյան ու տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Սերտ ու հասին, կապ ու հավար Վարաշապատ Սերին վարաշապատ Սուրին էջմիացի իմ այ Հայաստան Վատին, սնդին ու անհավատին, մայր տաճարին, լույս է հորնին, ես մապանի ասովոտին, սերին ամաշապատ սուպին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին ամաշապատ սուպին, էջ միացին, Մայր Հայաստան կուսակցություն Ոսկեհատի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է
Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրություններին և քաղաքական ապտակով վաղարշապատի վրայից քեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին ու նրան կցված մատնիչների, սադրիչների խմբակին։ Ձեր ձեռքում ձեր քվեի ուժն է։ Ոսկե հատը առանձնահատուկ խոսք ունի ասելու այս սրբապիղծներին, որոնք հարձակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, կատարելով Էրդողանի ու Ալիևի պահանջները։ Մենք ձեզ կոչ ենք անում հայավարի, հասիվով, արժանապատվորեն, մերժել այս ապիկարների ու անաստվածների իշխանությանը և ձևավորել նոր ազգային իշխանություն։ Իդեմս Մայր Հայաստանի դուք ունենալու եք գործընկեր, թիմակից, գաղափարակից և մենք կարողանալու ենք միասնաբար պայքարել և գրողի ծոսն ուղարկել այս անաստվածների դաշինքին, այս ուրացողների դաշինքին, այս մատնիչների դաշինքին։ Մայր Հայաստանը թիվ 4 քվեաթերթիկն է և մենք կոչ ենք անում ձեզ անպայման մասնակցել ընտրությանը։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, միացիր, որ փոխեն։ Ոսկե հապիսների բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք միասնաբար գործ ունենք անելու, վստահ ենք, որ դուք ձեր խոսքը ասելու եք նոյեմբերի 16-ին, որովհետև այս սրբապիղծները հատկապես ոսկե հատում, ողջունում ենք ձեզ, ողջունում ենք, հատկապես ոսկե հատում պետք է ապտակ ստանան, որպեսզի իմանան, որ սրբապղծությունը հետևանքներ է ունենում և շատ կոնկրետ քաղաքական հետևանքներ։ Ես շատ լավ տեղյակ եմ, որ դուք բոլոր տիպի ընտրություններում սրանց լավ տեղն եք դրել, հիմա առավել ևս այս ընտրությունների ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս սրբապիղծները, կեղծ պատարակ մատուցողները հարձակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ոսկե հատը առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցույց տա և մենք աջակցում ենք ոսկե հատցիներին իրենց որոշման մեջ։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան,
David Karapetyan, Kripsine Lukachen, Kreativity Kamar 4, Միացիր, որ փոխենք։ Հարգելի ոսկեհացիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Քվեաթերթիկ թիվ 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեի ուժով ձևավորեք նոր իշխանություն։ Մայր Հայաստանը ունի նվազագույն խնդիր իշխանազրկելու քաղաքացիական պայմանագրին, առավելագույնը, որը ձեր օգնությամբ է միայն հնարավոր, մենք նպատակ ունենք ստանձնել իշխանությունը, իշխանության պատասխանատվությունը և իրականացնել բոլոր այն ծրագրերը, որը հանդիսանում է մեր ուղենիշը։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և վերջ դնել այս սրբապիղտների, ուրացողների, մատնիչների դաշինքին։ Մայր Հայաստան, թիվ 4 քվեաթերթիկ, Մայր Հայաստան, Համար 4, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Kripsine Lukachen, Kreativity Kamar 4, Միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Kreativity Kamar 4, Միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրին, էջ միացի, իմ այ Հայաստան։ Վաղար շապատ, ոստան ես դում էլ դպրության, դապսի կոչնավ, նոտ պայքարի ողջայության։ Միացին, իմ այ Հայաստան։ ողջունում ենք ձեզ, ժողովուրդ։ Կանցնեն նորել, անտելության, տխրության, եկել է շանը կողմակի շուշնիության։ Անպայման մասնակցել։ Անպայման ապրեք։ Մենք Մայր Եթե Հայաստան բարի մարդ եք, միշտ առաջ։ ապրենք։ Ուրեմն առաջ։ Եկեք մեր մայրիկի միած ծափարենք։ Ստին ու անհավատին, մայր տաճարի, լույսը հորի, կեզ պահպանի աստողորդին, սերին վաղար շապատ, Անպայման որ չեք խոշկանելու հաստատությունների Մայր Հայաստանն ենք, որ կալինելու ձեզ էլ առաջ
Հարգելի ոսկեհատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ թիվ 4, նոյեմբերի 16-ի ընտրություններին մենք մասնակցում ենք նպատակ ունենալով իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին և ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստանը պատրաստ է ընդդիմադիր դաշտում միավորողի, կոնսոլիդացնողի դերակատարումը իրականացնել և ներգրավել բոլոր կարող ուժերին ապագա իշխանության կազմում։ Գաղափարշապատը պետք է ունենա պրոֆեսիոնալ և նվիրված մարդկանց թիմ, որոնք համայնքի ամենօրյա խնդիրները պետք է լուծեն ծրագրային և մասնագիտական բարձր որակներով։ Մենք ձեզ կոչ ենք անում մասնակցել և մերժել այս անաստվածների ուրացողների դաշինքին և ձևավորել ազգային նոր իշխանություն, որը հիմք կդառնա նաև հետագա համապետական փոփոխությունների համար։ Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Մենք թիվ 4-ն ենք և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Չարիմատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, նույսը հորդին, կեզ պահպանի աստողորդին, սերին, Վաղարշապատ, սուրդին, էջ միացին, իր մայր Հայաստան, սերին, Վաղարշապատ, սուրդին, Each me I see in my Մայր Հայաստան կուսակցություն անպայման մասնակցել, անպայման որտեղ շատ կարևոր ընտրություն է, ոչ կանենք բոլոր ոսկեհատցիներին, որ անպայման մասնակցել ընտրություններին, ու որ այս ռեժիմը փոխվի, այսի մարդկանց ասեն վարձնելով, մարդկանց գիտեմ ճնշումներով, մարդկանց ճնշելով չի կարելի։ Ասում են ժողովրդավար երկիր, ասա ժողովրդավար երկիր չի, 37 թվականն է, որը որ մարդկանց ստիպելով քաղաքական հայացքներ, տարբեր հայացքներ, ի՞նչ է նշանակում տարբեր հայացքներ։ Պարոն Կարապետյան, դուք երկար ժամ փորձ ունեք համայնքի ղեկավարման եւ ինչ եք կարծում։ Ոսկեհատ համայնքում հնարավոր էր 2018 թվականից մինչ այսօր գոնե ճանապարհները ասֆալտապատել։ Ունեն այդպիսի հնարավորություն։ Միանշանակ, դիարած լինեին, ոչ թե ուներ, դիարած լինեին։ Սա քաղաքական կամքի բացակայություն է եւ նենց է, որ ասենք ժողովուրդը տեսնում են, ասենք այսօր բաներ կա, որ չի կարելի այսքան ասել։ Մարդկանց ասենք ոնց որ են չարասն են, մարդկանց զզվասն են, ինչ ասեք տեսնում եք մի հատ իրավիճակ, որ ասենք փողոցներում կարգավորել են մարդկանց, ասենք քայլելու ճանապարհներ են, տեսնում եք։ Աղբանության խնդիր արձանագրեցինք, ռոռոկման ջրի բացակայություն, ջերմոցային տնտեսություններն էին բողոքում, ինչ եք առաջարկում դուք։ Մենք առաջարկում ենք, որ ջերմոցային տնտեսությունները դիթողան զարգանա, ոչ թե մտնեն ժողովրդին ճնշելով, վերեք ջերմոցները։ Այդ ջերմոցներին մի հատ իրանք ինչ-որ մի հարցով օգնել են, որ ասենք մարդիկ այսօր այդ ջերմատները կառուցում են, որ իրանց ընտանիքին, իրանց երեխեքին պահեն։ Այնպես գումարներ են ուզում, որ մարդիկ զարմացած են։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, որ Մայր Հայաստանը զրուցում է բնակիչների հետ, ներկայացնում է ծրագրերը եւ անդանալու է նաեւ այն խնդիրները, որոնք տարբեր քաղաքական բնակավայրերում բնակիչները բարձրացան։ Մայր Հայաստանը Երևանի
շարունակում ենք հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացնել մեր ծրագրերը այս պահին Մայր Հայաստանը գտնվում է Ոսկեհատ գյուղում քիչ առաջ Դավիթ Կարապետյանը ներկայացրեց մեր մոտեցումները նաեւ գյուղացիների խնդիրների հետ կապված եւ ասեմ որ բազմաթիվ են այդ խնդիրները եւ մենք դրանք արձանագրում ենք եւ տեղերում այցելելով եւ ընդհանրապես ուսումնասիրություններ են ցույց տալու որ բազմաթիվ խնդիրներ կան եւ գլխավոր խնդիրը այն է որ գյուղացիները կոնկրետ աջակցություն մեծ հաշվով չեն ստանում պետությունից, բայց պետության կողմից ու նաեւ հիմա արդեն համայնքային իշխանության կողմից ենթարկվում են հարձակման, մասնավորապես ջերմոցների հետ կապված հարցում։ Մենք մեր տեսակետը արդեն ներկայացրել ենք, հիմա կարող ենք կրկնել, որ մենք ջերմոցների համար նվազագույն միջոցների շենք սահմանելու վճարների, որպեսզի մարդիկ կարողանան ամբողջությամբ օրինականացնել օրինակ տնամերձերը, իրենց շարժական ջերմոցները, նաև քարով չեն, այսպես ասած, պատված, կողքերի հիմքերի մասին է խոսքը, եւ կարողանան իրենց բիզնեսը զարգացնել եւ հարկեր վճարել մարդկանց կարողանան պահել որպես աշխատատեղեր եւ իրենք էլ իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել։ Այնպես որ պետությունը եթե չի կարողանում օգնել, չպետք է խանգարի եւ չի կարելի բյուջեն լցնելու անվան տակ կամայական որոշումներ կայացնել, կամայական թվեր սահմանել, իրար կողքի ջերմոցներ կան, մենք ահազանգեր ունենք, որ իրար կողք գտնվող տնամերձերի ջերմոցների համար տարբեր թվեր են սահմանվում, այսինքն մերոնք զերոնք են խաղում, իսկ այդ մոտեցումը արդեն լրիվ քպեական մոտեցում է, կոպիտ ասած նիկոլություն են անում այդ առումով եւ կարծում ենք, որ չի կարելի այդ ամեն ինչը թույլ տալ։ Կոնկրետ հիմա մենք այս պահին հիշեցնեմ, որ գտնվում ենք Ոսկեհատում եւ ոսկեհատցիներից ակնկալում ենք շատ բարձր ակտիվ մասնակցություն ընտրություններին, որպեսզի նաև կարողանանք այս սրբապետներին գյուղ առ գյուղ վռնդել եւ ձևավորել նոր ազգային իշխանություն։ Ոսկեհատի հարգելի բնակիչներ, ձեզ այցելել ենք, որպեսզի ներկայացնենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները եւ ձեզ կոչ անենք ակտիվ մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրություններին։ Մենք Մայր Հայաստանն ենք, գրաթերթիկ համար 4, ձեզ մաղթում ենք, որպեսզի միասնական ջանքերով գնաք ընտրատեղամասեր եւ համատեղ ուժերով ներժեք քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցվածներին, վերջ դնենք այս ուրացողների, սրբապետների դաշինքին։ Մենք թիվ 4-ն ենք եւ մենք Մայր Հայաստանն ենք։ Ողջունում ենք ձեզ եւ ակնկալում ձեր աջակցությունը նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններում։ Բարև ձեզ։ Ժողովուրդ, ուրեմն այս մարդկանց հենց են ահաբեկել։ Մարդը մոտենում ես ասում է, հա, ես բուկլետը կվերցնեմ, ձեզ գիտեմ, բայց ընտրում չնկարեք, աշխատող եմ։ Շատ ճղճին վիճակ է սրանց մոտ։ Սրանց իրական դեմքը հենց այդ է, մարդկանց մի անգամից նրանք գյուղ են գնացել, դաշտ գյուղ են գնացել, Մրգաստան են գնացել։ Ով եկել էր մեր հետ հանդիպել էր կամ դրան դիմաց գնացել ենք, հանդիպել ենք, բարևել ենք, տվել ենք բուկլետը, հետո այդ մարդկանց կամ այդ մարդկանց բարեկամներին կանչել են, ասել են ինչ գործում եք ընդդիմության հետ եւ այլն։ Այդի ճղճի մանր քստանելի քայլեր են գնում։ Դրա համար ասում ենք, սիրելի գյուղացիներ, եթե խնդիրներ ունեք այդ մասով, խնդիր չկա, մեծ տներից էլ հետևեք, հանգիստ հետևեք իրադարձություններին, լուրերին, բայց ամենակարևորը գնացեք եւ ընտրության ժամանակ ձեր խոսքը ասեք։ Եթե իրանք այդպես են վարվում, մենք խնդիր չունենք, որ
100-ներով, 1000-ներով գան մեզ դիմավորեն, այդպիսի բան տենց խնդիր չենք դրել մենք։ Մենք գալիս ենք ձեր դուրը, մեր ծրագրերն ենք ներկայացնում եւ ակնկալում ենք, որ դուք պետք է ակտիվ մասնակցեք ընտրությանը եւ մերժեք այս իշխանությունը։ Այդքան բան է։ Ավելի նոր ջանքեր պետք է։ Եթե սրանք այս ճղճիմություն են անում, ուրեմն մենք մեր տեխնոլոգիաները պետք է ներդրենք։ Ցույց տակ, որ ընդդիմության կողմից եք, բայց մասնակցեք ընտրությանը եւ սրանց մի թարս շափալախ Դոլինի հարևանների տեղ։ Ջորջան բարի լավ եք։ Շո մասնակցեք ընտրությանը 16։ Ջորջան, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք Գավառշապատի ընտրություններին եւ ձեր քվեով մերժեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին։ Հատկապես ոսկեհատցիները ես կարծում եմ իրենց վճռական ձայնը կբարձրացնեն այս առումով, որովհետեւ սրանք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ են հարձակվել եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կամքն են իրականացնում։ Մենք ձեզ կոչ ենք անում մասնակցել եւ թույլ տալ, որպեսզի սրանք վերարտադրվեն։ Վերարտադրվելու պարագայում լինելու է թալան, լինելու է կոռուպցիա, վատ կառավարում եւ սրբապղծություն հարձակում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը, գալիք ընտրություններում մենք լինելու ենք համար 4-ը, բոլորիդ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրություններին, հիշել, որ ձեր պասիվությունը ուղիղ օգուտ է տալիս սատանիստների խմբակին, հիշել, որ եթե չմասնակցեք կամ ընտրեք ԿՊ-ին, ուրեմն դուք կողք եք, որ մեր սրբազան հայրերը լինեն կալանավայրերում։ Եթե դուք ընտրեք Այգիշտի Մեխայկյանին, դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին։ Ընտրելով Նիկոլ Փաշինյանին, դուք մերժում եք Մայրաթոռը եւ ծափ եք տալի Փաշազադեին։ Միշտ հիշեք, որ այս մարդիկ չեն ներկայացնում Հայաստանի շահերը։ Իրանք դեմ են մեր ազգային արժեքներին, մեր ինքնիշխանությանը, մեր տարածքային ամբողջականությանը։ Իրենց բոլոր գործողությունները ուղղակի սպասարկում են թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Մենք բոլորս պետք է միասին աշխատենք եւ մեր քաղաքական ապտակը հասցնենք սատանիստների խմբակին, որպեսզի սրբազանները, բարերարները, փաստաբանները չլինեն հանցագործ։ Մենք պետք է մերժենք այս խմբակին, որ Մայրաթոռը շարունակի լինել հայերինը։ Իրենք ուզում են քաղաք ստեղծել, թե անձերի դեմ են պայքարում, բայց դա սուտ է։ Նույն Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետ բազմիցս հայտարարել է, որ ինքն է կառավարությունը։ Հենց այդ ամբողջությամբ պետք է հասկանան, որ վերապարը դա անց չէ։ Դա մեր եկեղեցու դեմքն է։ Եվ գնալով վերապարը եւ սրբազանների դեմ, մենք գնում ենք մեր ազգային ինստիտուտի դեմ։ Ամեն կերպ բոլորս պետք է ակտիվ աշխատենք եւ դուք ունեք մեծ հնարավորություն դեր քաղաքական ապտակը հասնել այս աթեիստների եւ մուսուլմանական ագենտների խմբակին։ Մենք բոլորս միասին պետք է պահպանենք այն վերջի եւ գլխավոր հենասյունը, որը Նիկոլին դեռ չի հաջողվել ջարդել։ Ընտրեք համար 4 եւ մերժեք ԿՊ-ական, թուրքական քաղաքականությանը։ Համար 4 Մայր Հայաստան։ Մայր Հայաստան։ Համար 4 Միացիր։ Որ փոխեք։ Միացիր։ Որ փոխեք։ Միացիր։ Որ փոխեք։ Նրանք ովքեր նոր են միացել, ասեմ ձեզ, որ մենք գտնվում ենք Ոսկեհատում եւ գյուղի ժողովրդին ներկայացնում ենք մեր մոտեցումներն ու ծրագրերը
ոսկեհացիներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ շատ լավ իմանալ, որ մերժելով քաղաքացիական պայմանագրին մենք փաստացի մերժում ենք ադրբեջանա-թուրքական ծրագիրը, իսկ նրանք ովքեր ձայն են տալու ՔՊ-ին, փաստացի այո են ասելու Փաշազադեի քաղաքականությունը, այո են ասելու Նիկոլ Փաշինյանին, այո են ասելու ուրացողների, սրբապիղծների եւ մատնիչների դաշինքին։ Ոստանես դու մեր դեպրության, կապցի կոչնար, նոր պայքարի ողջայության։ Քոծորավոր, ոչակ մասին, խաչը երկրին բազին, սերին բարաշապած, սուրին էջ միասին, իմ այր Հայաստան։ Սիրելի ոսկեհացիներ, մենք Մայր Հայաստանն ենք, թիվ 4 քվեաթերթիկ։ Մենք բոլորը կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, գնալ տեղամաս եւ ձեր վերաբերմունքը արտահայտել ձեր համայնքի այս անմխիթար եւ ամոթալի վիճակին։ Անմխիթար եւ ամոթալի վիճակ ոչ միայն բարեկարգման, ոչ միայն սանիտարահիգենիկ առումով, այլ նաեւ այն բարեհոգեբանական անընդունելի մթնոլորտի առումով, որ ստեղծել են գյուղում։ Այս իշխանությունները տարածում են, փորձում են գոնե տարածել վախի մթնոլորտ, մարդկանց կաշկանդելու, վերահսկելու, ստի, կեղծիքի, սուտ մատնության, զրպարտչության, ահի ու սարսափի այդպիսի քայլեր են անում, որը զսպանակի օրենքով մի օր պետք է հակադարձվի։ Եվ այդ օրը նոյեմբերի 16-ն է։ Նոյեմբերի 16-ին դուք ունեք մեծ շանս ձեր վճռական հակադարձում անել գործող իշխանություններին եւ իդեպս Մայր Հայաստանի դուք ունեք պատասխանատու, հանձնառու եւ սեփական անելիքը քաջ գիտակցող քաղաքական թիմի հետ։ Անհատներ, ովքեր ունեն անցած ճանապարհ եւ չունեն իրենց կեսագրության մեջ մի կետ, որի համար պետք է ամաչել։ Իսկ այս իշխանությունները գրեթե 8 տարի է մարդկանց սուտ խոստումներ տալով այսօր դարձել են թուրք ադրբեջանական այդ երկյակի կամակատարը, երևանյան փաստաբանը, իսկ քաղաքացիական պայմանագիրը դարձել է Ղեմի Ադրբեջանի երևանյան մասնաճյուղը։ Առավոտից իրիկու տարբեր կարգի չինովնիկներ Ալիևի խոսքերն են պարզաբանում, վերցանում, իբրև թե Ալիևը ոչ մի վատ բան չի ասել, բայց բոլորդ գիտեք նա պարբերաբար ինչեր է ասել ու հիմա ինչեր է ասում։ Սիրելի ոսկեհացիներ, հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը ակտիվորեն մասնակցելով թե Երևանի, թե Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրություններին եղել են միշտ քաղաքացիների համար հասանելի եւ ձեր քվեի, պատշաճ քվեի առկայության դեպքում ինչի մասին կասկած չունենք։ Նույնպես լինելու է ձեր համայնքի շահերը առաջ տանող քաղաքական ուժ, բայց ամենակարևորը մարդկային առումով ձեզ շատ հասանելի, շատ հասկանալի, ձեր իրավիճակը գիտակցող, ձեր խնդիրների խորքը հասկացող եւ ամենակարևորը իր գլխավոր քաղաքական առաքելությունը համարող քաղաքական ուժ, որպեսզի ոսկեհատի փողոցները բարեկարգվեն, որպեսզի այս ինքնաթիռի պատուհաններից ներքև նայող տուրիստները եւ Հայաստան ժամանող հայերը տեսնեն բարեկարգ փողոցներ, տեսնեն ժպտացող մարդիկ, տեսնեն
շփումների չխուսափող մարդիկ, չվախեցած մարդկանց տեսնել։ Դրա համար պետք է ընդհանրապես մեկ բան, գնալ տեղամաս, ձայնը տալ թիվ 4-ին, աջակցել Մայր Հայաստանին եւ հետագայում սպասել ավելի մեծ համապետական փոփոխությունների եւ ուրեմն Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, 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 Հարգելի ոսկե հացիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք եւ այս ընտրություններին մասնակցում ենք քաղաքացիական պայմանագրի իշխանազրկելու նպատակով եւ նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Դուք արդեն տեսնում եք, թե ինչ է կատարվում հայ առաքելական սուրբ եկեղեցիները։ Սրանք ադրբեջանա-թուրքական պահանջով արձակվել են մեր ավանդական ազգային ինստիտուտի դեմ, որպեսզի թույլատնեն հայկական դիմադրությունը, որպեսզի ոչնչացնեն նաև Հայաստանի Հանրապետությունը։ Երեք մենք արդեն լսել ենք, թե ինչեր էր խոսում Ալիևը Սևանի հետ կապված, որպեսզի գաղափարշապատի, ներեշմիացնի եւ Հայաստանի այլ քաղաքների մասով սրանք էլի թուրքական անուններով համես չգան ու իրենց հոխորտանքը չներկայացնեն, մենք պետք է կարողանանք մերժել այս դրածոներին, քաղաքացիական պայմանագիր կոչվածին եւ ձևավորենք նոր իշխանություն։ Բարև ձեզ։ Անդրանիկ Տևանյանն է, կուսակցության նախագահ դեպի տեխնատուներն են, ռիթմերը ինքն է։ Ահա, շատ։ Բարև ձեզ։ Լավ է։ 1000 բարի ձեզ։ Դա ասված որ հաղթեք, որը լավաժողովրդի օգտին փող գալ լինի, դա անտրվի։ Անենցանեն անդամ լինի, ժողովուրդը բան հասկանա։ Այս քանի տարիների ընթացքում շատ է մեկ չի ընդհանրապես։ Ամայնքի արմավիրի մարդը անունեն այդ կամ նոր ջուր։ Ես երկավաններ կպատ են։ Աբայ, ինչ են մտածել են, մտածել են Ես չգիտեմ, բոլոր դեպքում փող լավը հա։ ամենակարևորը մեր մասնակցել անպայման, բարևատ։ Այդպես բան գալիս չի այդ ամեն ինչ։ Պետք է պատմությունը սկզբից գա մինչև վերջ, եթե պատմությունը չլինի։ Ինչի նման վրայի նորը գալիս։ Եվ դրա համար է Լավ է, լավ է, ժողովուրդ։ Տեսուն դե, լավ լավն ու բարի։ Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Սիրելի ոսկեհացիներ, մենք ողջունում ենք ձեզ, մենք ասում ենք, որ մենք Մայր Հայաստանն ենք, թիվ 4 քվեաթերթիկ։
տեսեք ուրեմն, եթե սրանք չմերժվեն, Ալիևը ավելի է հաբրգելու, այսպես ասած, ավելի է լկտի անալու և ոչ միայն Սևանն է կոչելու իրենց բարերով, ես չեմ էլ ուզում կրկնել, այլ մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Դուք տեսեք, թե ինչ է անում քաղաքացիական պայմանագիրը։ Ուրեմն Ալիևը հայտարարում է Սևանը գրավելու մասին, սրանք ոչ թե Ալիևին են պատասխանում, այլ արդարացնում են Ալիևի քայլերը, փաստաբանություն են անում նրանց համար, ադրբեջանցիների համար, ասում են Ալիևը դա ներքին լսարանի համար է ասել ու քննադատում են ընդդիմությանը, որը քննադատել է Ալիևի։ Սա ամենամեծագույն լեկտիությունն ու սրիկայությունն է, որը մենք տեսնում ենք այս սրբապիստների կատարման։ Սրանք գնում են ինչ-որ արենդայով դպիրներ են վարձակալում, արենդայով հոգևորական են դարձնում մարդկանց, օրավարձով պատարականողներ են դարձնում, պիղծ գործողություններ են գնում, որպեսզի արդարացնել իրենց վրա դրված վստահությունը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Հիմա մենք մերժում ենք այս մոտեցումները, մենք մերժում ենք հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հարձակումները և դες կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին և ձեր քվեն տալ Մայր Հայաստանին, որպեսզի կարողանանք այս ամենի դեմ նահատել։ Սիրելի ոսկե հատ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Մենք դες կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրությանը և որպես ոսկե հատցիների առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալ այս քաղաքացիական պայմանագիր կոչվածի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դրանց պետք է մերժել ու վռնդել մեր քաղաքական ու հանրային կյանքից։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Լավ եղեք։ Երեխեք եկեք դրոշներ վերցրեք, լավ սիրուն դրոշներ տանք ձեզ։ Սա Մայր Հայաստանի դրոշն է, ծանոթացեք։ Ինչ լավ, մարդու պարզ երեխեք են, եկեք նա ծապ տանք մենք երեխեքին, ողջունեք, ապրեք երեխեք, կարող մեջներ էդ երկով լինի, կան չէ, ինչ եք կարող անեք, պարի, բանի խմբակա, թե չկա, չէ գնում, պարի խմբակ չկա գնում, կա գնում եք, Всё, իրանք ուրինին բարև եք, անպայման տնեցիներին կասեք, թող գնան ընտրությանը մասնակցել, լավ, պայմանավորվեցիք, всё, գնացինք, հաջող ձեզ երեխեք։ Բարև ձեզ։ Ծանոթացեք, Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ։ Ժողովուրդ ջան, մենք միասնական ջանքերով ոսկեհատցիների հետ պետք է մերժենք քաղաքացիական պայմանագրին։ Դրանք Ալիևի փաստաբաններն են։ Ուրեմն Ալիևը Սևանը չգիտեմ ինչ է անվանում, չեմ ուզում կրկնել։ Սրանք փոխանակ Ալիևին ասեն, դե ուրեմն իմացի որ Կիրովաբադը հին գանձան ա եղել, ասեն գանձակը, իմացեք որ Բաքվում հայերն են շինարարություն արել եւ այլն, եթե դες պատմությունն են ուզում փորփրել, ասում են դե ինքը նորմալ է, ներքին լսարանի համար է այդ ամեն ինչը ասել ու հոխորտում են ընդդիմության դեմ։ Բայց որ խաղաղության թուղթ էիք բերել, գլուխներդ գովում էիք, քաշեց ձեզ Ալիևը, եւ մենք միշտ զգուշացրել ենք ձեզ, ձեր պապաները քաղաքական, Ալիևն ու Էրդողանը միշտ քաշելու են, բայց դուք քաշվում եք ջանդամ, հայ ժողովուրդն է տուժում եւ Հայաստանի Հանրապետությունը։ Ողջույն Մայրիկ ջան։
Մենք պետք է մերժենք Ալիևի հաստաբաններին, Էրդողանի վկաներին և պատերազմ բերող այս ագրավներին։ Սրանք խաղաղության աղավն ու փետուրներ են կարել իրենց վրա, բայց իրականում պատերազմ ու կորուստներ են բերելու։ Դրա համար մենք պետք է մերժենք այս ապիկարների ու դավաճանների իշխանությանը և ձևավորենք նոր իշխանություն։ Վաղար շաբաթը նոր հնարավորություն կտա նոր իշխանություն ձևավորելու համար։ Այնպես որ միասնաբար մասնակցում ենք նոյեմբերի 16-ի ընտրություններին և մերժում ենք քաղաքացիական պայմանագիր կոչված թուրքամետ կազմակերպությանը, ադրբեջանամետ այդ կազմակերպությանը, դե որ քաղաքացիական պայմանագիր ասում ենք, կցորդներ հետը նկատի ունենք, դա այդ Վազգեն Սարգսյանի անցած ճանապարհը ուրացողներն են։ Այնպես որ միասնական ջանքերով, սիրելի ոսկեհացիներ, հարգելի վաղաշաբաթցիներ, մասնակցում ենք ընտրությանը և քաղաքական ապտակ ենք տալիս այս ուրացողների, սրբապիղծների և մատնիչների դաշինքին։ Միասին, որ փոխենք, միասին, որ փոխենք, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ Մայր Հայաստանը այս պահին գտնվում է ոսկե հատում և վաղաշաբթի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մենք հանդիպում ենք քաղաքացիներին և ներկայացնում ենք մեր ծրագրերը և մոտեցումները։ Վաղաշաբթիներից ակնկալում ենք ընտրությունների ակտիվ մասնակցություն, ակնկալում ենք, որ միասնական ջանքերով կարողանալու ենք մերժել և վռնդել քաղաքացիական պայմանագրին համայնքի կառավարումից, որը հետագայում արդեն պետք է վերածենք համապետական իշխանափոխության։ Տարբեր համայնքներում ԿՊ-ն մերժվել է, հիմա հերթը վաղաշաբաթին է։ Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Վաղաշաբաթ սուրբի մեջ միասին իմ Մայր Հայաստան։ Վաղաշաբաթ ոստանն ես դրում էր դպրության, դարձիր կոչնար նոր պայքարի ողջայնության։
Հարգելի ոսկեհացիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, եկեք մեզ հետևողներին ողջունենք միացափառություններով, կարող եք տանից հետևել, կարող եք պատշգամբներից հետևել, ամենակարևորը որ դուք մասնակցեք ընտրությանը եւ մերժեք քաղաքացիական պայմանագրի հետ խմբակին, որովհետեւ սրանք միայն պատերազմ, պարտություն, ավեր, թալան, կորուստներ, պարտություններ, այսպիսի բաներ կարող են մենակ բերել, համայնքային կառավարումներ գիտեք շատ ցածր որակի են իրականացնել ու իրականացնելու, մենք Մայր Հայաստանն ենք, մենք մերժում ենք քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցորդներին եւ համոզված ենք, որ այս ընտրությունների միջոցով պետք է հասնել փոփոխության, որպեսզի կանխենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակումը, որը թուրքական պահանջ է, ադրբեջանական պահանջ է, որպեսզի ձևավորենք նոր ազգային իշխանություն, որը եւ քաղաքական եւ համայնքային կառավարման առումով դրական փոփոխություններ է բերելու։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրությանը եւ ձեր քաղաքացիական ձայնը բարձրացնել։ Մենք Մայր Հայաստանն ենք, քվեաթերթիկ համար 4։ Շարունակում ենք շրջայցը Վաղարշապատի Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հուսինե Մկրտչյան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սեն վաղաշապատ սուրգին, մեջ միացիր, Մայր Հայաստան Դապսիտ կոչնար, նոր պայքարի ողջայության Պաշը եթին բազեր Սեն բարաշապաս Էչ միասին իմ Մայր Հայաստան Կանցնեն նորեր ապելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուստիության Սերտ օրասին կողավոր Վարաշապան Սերտ վարաշապան Էչ միասին
Շաբաթ Սուրբի Էջմիածի Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրպսինե Մկրտչյան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քվեաթերթիկ համար 4 Շաբաթցիներ, Ոսկեհատի սիրելի բնակիչներ, հարգելի ընտրողներ, նոյեմբերի 16-ին կայանալու են ընտրություններ վաղաշաբաթ խոշորացված համայնքում եւ մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այդ ընտրությանը եւ ձեր քվեով աջակցել Մայր Հայաստանին, թիվ 4։ Ոսկեհատը առանձնահատուկ դերակատարում ունի այս ընտրությունների ժամանակ։ Ճիշտ է, մյուս համայնքները նույնպես իրենց վերաբերմունքը ցույց են տալու, բայց Ոսկեհատը հասկանալի պատճառներով, հայտնի պատճառներով առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցույց տա այս ուրացողների, սրբապիղծների եւ մատնիչների դաշինքին։ Մենք ձեզ կոչ ենք անում պաշտպանել մեր մոտեցումները, դրանով իսկ պաշտպանելով հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որի դեմ թուրք-ադրբեջանական հարձակում է սկսել Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը պատահաբար չի ասում, որ ինքը Հայաստան է մտնելու ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Նկատի ունի այն, որ թուրքական 5-րդ շարասյունը Հայաստանի ներսում անում է այն, ինչը ամենայն հավանականությամբ չէին կարողանալու անել տանկերն ու զենքերը։ Թշնամին ներսից է գործում եւ մենք պետք է մեր պատասխանը տանք, մեր քաղաքական ապտակը տանք այս անաստվածների, ապիկարների իշխանությանը։ Օրերս Ոսկեհատում մի տհաճ
դանոջչիկական, ստուկաչական միջադեպ, չասեմ այլ իրադարձություն էր տեղ ունեցել փոքրիկ։ Փոքրիկը այստեղ բանալի բառն է, որովհետև փոքրիկ սադրիչի միջոցով այնպես են արել, որ ներսիսյանների ընտանիքից մարդկանց ձերբակալեն եւ ազատությունից զրկեն։ Մենք Մայր Հայաստանը դատապարտում է այդ մոտեցումը եւ մենք սատարելով հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն սատարում ենք նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր դարձել են այս իշխանությունների զոհը։ Մենք աջակցում ենք քաղբանտարկյալներին, աջակցում ենք մեր սրբազաններին, աջակցում ենք մեր եկեղեցուն եւ դատապարտում ենք փրկահաճո այս իշխանությունների վարքագիծը։ Մենք համոզված ենք, որ ոսկեհացիները իրենց առանձնահատուկ վերաբերմունքն են ցույց տալու այս իշխանություններին եւ մերժելու են նրանց նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Սիրելի ոսկեհացիներ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ եւ հիշեցնում, թե ինչքան կարեւոր է նոյեմբերի 16-ին յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Տանը նստելով եւ բողոքելով ոչինչ չեն կարողանալու փոխել։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ընտանիքի, մեր հայրենիքի, մեր գյուղի բարօրությունը, լինելիությունը։ Պետք է փոխենք այն ամենը, այն իշխանությունը, որը այսօր Հայաստանը տանում է դեպի թրքացում։ Իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքները եւ մեծ պարտադրում է արժանապատվությունը կորցրած, ներողություն արտահայտությանը սկսած վիճակում գոյատևել։ Հայ մարդը երբեք չի կարողացել ընդգրկել փորձություններին, հայ մարդը միշտ հաղթել է եւ հաղթանակած է եղել։ Այժմ էլ փորձում են հայ առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել մզկիթ եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին փորձել հեռացնել մեզնից եկեղեցիներն անվանելով ճուլաններ։ Սիրելի ոսկեհացիներ, դուք ինքներդ տեսնում եք, թե ուր է գնում մեր հայրենիքը։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում կայանալիք ընտրությունները ոչ միայն Վաղարշապատի համար են կարևոր, այլ կարևոր են մեր ողջ երկրի, մեր պետության, մեր հայրենիքի համար։ Սիրելի Վաղարշապատցիներ, սիրելի ոսկեհացիներ, յուրաքանչյուրիս մասնակցության քվեից է կախված մեր լինելիությունը եւ արդյոք ձեր գյուղական համայնքներում խնդիրները կլուծվեն թե ոչ։ Հենց դուք եք փոփոխությունների բերողը։ Քվեախցիկում, ճիշտ քվեաթերթիկ ընտրելով դուք եք ձեր հայրենիքի, ձեր գյուղի, ձեր բնակավայրի տերը։ Եվ շատ կարևոր է, որ քվեաթերթիկը լինի համար 4-ը, որովհետև Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4 է, Մայր Հայաստանը ձեզ է ներկայանում փորձառու եւ երիտասարդ փիլի համախմբմամբ, հիանալի ծրագրերով։ Մայր Հայաստանը շատ կարևորում է ջերմոցային տնտեսությունների զարգացումը, պետության կողմից ներդրումային սխեման։ Մայր Հայաստանը շատ կարևորում է գյուղական համայնքների ասֆալտապատումը։ Մայր Հայաստանի ծրագրում կա կարևոր դրույթ, որտեղ ասֆալտապատումը առաջնային է նաև գյուղական համայնքներում տրանսպորտի խնդիրը, 21-րդ դարում խոշորացված Վաղարշապատ համայնքի տարբեր գյուղական համայնքներում, այնպես էլ ոսկեպարում մենք տեսնում ենք, որ չկան տրանսպորտային համակարգ, այսինքն քաղաքացիների համար դժվարություն է հասնել դուրս գալ գյուղից եւ հասնել տարբեր ծայրեր։ Սիրելի ոսկեպարցիներ, սիրելի ոսկեպարցիներ,
Սորսոս, ոսկի հատ։ Ժողովուրդ, ողջունում ենք ձեզ։ Մենք Ոսկի հատ գյուղի բնակիչներին կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին և ձեր քվեով ձևավորել նոր իշխանություն մերժելով այս ուրացողների դաշինքին։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք և մերժում ենք այս իշխանությունների հակաեկեղեցական, հակահայկական, հակապետական քաղաքականությունը։ Ողջունում ենք ձեզ, Մայրիկ ջան, բարև ձեզ։ Ողջույն ժողովուրդ ջան։ Երեխեն գնաց, ասում մի ասա, որ նվարկել ես գողորը, պետքայտագոր նվարկես, որ նստերն Սիրելի ոսկի հատցիներ, ողջունում ենք ձեզ, մենք Մայր Հայաստանն ենք, Հայրիկ ջան, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով աջակցեք մեր ծրագրերի, Մայր Հայաստանի ծրագրերի իրականացմանը։ Ձեր քվեն շատ կարևոր է։ Մենք ոսկի հատում շուտով կավարտենք արդեն մեր շրջայցը և ոսկի հատցիներից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն ընտրություններին։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Մի հատ երեխուն, այլ մի հատ բալես դրոշ տանք քեզ։ Դրոշ։ Բայ։ Էսի։ Բարև, այլ մի հատ դրոշ տանք։ Են կողմից դուրս եկավ։ Հա, երեխեն տեղից հսան դուրս եկավ։ Դրոշ կտակ։ Հարգելի ոսկի հատցիներ, անպայման մասնակցեք ընտրություններին և ձեր քաղաքացիական, մարդկային դիրքորոշումը հայտնեք այս իշխանությանը, որը ուրացողներից է բաղկացած, սրբապիղծներից է բաղկացած, կեղծ մատնագրեր գրողներից է բաղկացած, այս ամեն ինչին պետք է վերջ դնվի և դուք կարող եք ձեր քվեի ուժով վերջ դնել։ Kes papania sobor
որդին Սերի մաղաշապատ սուրբին Էջ միացին իմ այր Հայաստան Սերի մաղաշապատ Սուրբին էջ միացին իմ այր Հայաստան Բարև ձեզ ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Եկեք երեխեք, եկեք շփվենք։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացիր, Փոխենք։ Ամաչեցին։ Քրեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրին Էջ միացին իմ այր Հայաստան Վաղաշապատ Ոստան ես դու մեր դպրության Դապցի կոչնակ նոր պայքարի ողջայության Էջ միացին իմ այր Հայաստան Կանցնեն օրեր ատելության ու տխրության Եկել է ժամը փոխանցի շուշ միության Ստին ու անհավատին մայր տակային նույս է հորդին Քեզ պահպանի աստողորդին Սերին վաղաշապատ սուրբին Էջ միացին իմ այր Հայաստան Սերին վաղաշապատ սուրբին Էջ միացին իմ այր Հայաստան Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը Որ ասես քո ոչն է սրտերին Վերկած կանգիր, ձերքդ բաժիր Ու ասայո մեր պայքարին Հայեր, հայեր, ոտքի Եկել է քո պահը, քո պայքարի պահը Որ անես ինքոդ այս ճանիքին Վերկած կանգիր, փաշին բաժիր Ու ասայո մեր հայրենիքին Հայեր, հայեր, ոտքի Հայեր, հայեր, ոտքի Գալու է մեր պարը, հաղթանակի պարը Ոգև ենք ուրենք մենք միասին Վերկած կանգիր, մեզ միասին Ու ասայո մեր հաղթանակին Հայեր, հայեր, ոտքի Մայր Հայաստան կուսակցություն, քրեաթերթիկ համար 4 միացիր,
որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրի, էջ միացի, իմ այ Հայաստան։ Դպրության դարձի կոչնակ, նոր պայքարի ողջ հայության։ Հոզորավար աչև բացի Երկրին բազի Սերին վաղար շապատ սուրի, էջ միացի, իմ այ Հայաստան։ Կանցնեն օրեր ատելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուրջ միության։ Սեր տորացի կամ խոհավոր Վաղար շապատ Սերին վաղար շապատ սուրի, էջ միացի, իմ այ Հայաստան։ Եվ քո խոսքը ասա, չարին վատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, նույսը հոդին, քեզ պահպանի աստողորդին, սերին վաղար շապատ սուրբի, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին վաղար շապատ սուրբի, էջ միացին, իմ այր Շահարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրպսինե Մկրտչյան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սրտերին, վերկաց կանգիր, ձեռքդ բաժիր, ու ասա այո մեր պայքարին, հայեր, հայեր, ովքեր, հայեր, հայեր, ովքեր, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անենք սիկոն այս չարիքին, վերկաց կանգիր, փաշին լեժիր, ու ասա այո մեր հայրենիքին, հայեր, հայեր, ովքեր, հայեր, հայեր, ովքեր, գալու է մեր դարը, հաղթանակի դարը, որ կերտելու ենք մենք միասին, վերկաց կանգիր, մեզ միացիր, ու ասա այո մեր հաղթանակին, հայեր, հայեր, ովքեր, հայեր, հայեր, ովքեր, հայեր, հայեր, ովքեր, հայեր, հայեր, ովքեր, Այո։
Ոսկե հատով եւ շատ կարեւորում ենք եւս մեկ անգամ ասեմ կարեւորում ենք ոսկե հատների առանձնահատուկ վերաբերմունքը այս ուրացողների դաշինքի նկատմամբ, որովհետեւ նրանց վերաբերմունքը շատ առարկայական է լինելու նաեւ մատնիչների մասով, որոնք առանց ամոթի, առանց որևէ խղճի խայթի իշխանական գործիքի դեր են կատարում եւ մարդկանց կալանքի են տանում առանց որևէ պատճառի, առանց որևէ հիմքի։ Սա է նիկոլական Հայաստանի էությունը եւ ոսկեհացիները այդ էության դեմ իրենց հայկական էությունը ես համոզված եմ, որ ցույց են տալու։ Ասում եմ շատ լավ, մաքուր եղանակ է, մեծ աճիքով կմնայինք այստեղ այս մաքուրոտը շնչելու, բայց աշխատանքի բերումով վերադառնանք։ Որպես ամփոփում ասեմ, որ ոսկե հատը հայտնի է նրանով, որ բազմիցս մերժել է քաղաքացիական պայմանագրին, համոզված եմ հիմա էլ է մերժելու եւ այդ մերժումը արտահայտվելու է կոնկրետ քվեներով։ Իսկ ընդհանուր առմամբ վաղարշապատցիներից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն եւ ակտիվ մասնակցության պարագայում վստահ եմ, որ հաջողությունը մեր կողմն է լինելու եւ մենք բոլորովս բոլոր ընդդիմադիր ուժերով կարողանանք իրավիճակը փոխել։ Իշխանության հույսը վարչական ռեսուրսն է, իրական վարկանիշ իրենք չունեն, շատ լավ գիտեմ, որ չունեն, դրա համար էլ ասենք մտածելով, որ ինչ-որ տեղ մտածելով, որ խոյում իրենք իբր ձայներ ունեն, խոյը արհեստականորեն միացրեցին վաղարշապատ համայնքին, որի մեջ էր մտնում Էջմիածինն ու ոսկե հատը եւ հիմա փորձում են այդ ձայները իրար գումարել հանելով աթոռը պահել։ Այս ամեն ինչի պատասխանը պետք է տա քաղաքացին, ընտրությանը մասնակցող քաղաքացին իր ձայնը պետք է բարձրացնի եւ իր քվեով մերժի թուրքական ու ադրբեջանական ծրագրեր իրականացնող այս իշխանությանը։ Ալիևը լկտիացել է բացառապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը եւ մնացած իր նազիր վեզիրները, դրացոները, դամուկները իրենց խոսքով ոչ թե հակադարձում են Ալիևին, որը Սևանը գրավելուց է խոսում, Երևանից է խոսում, այլ հակադարձում են նրանց, ովքեր քննադատում են Ալիևին։ Սա շատ հետաքրքիր իրավիճակ է, խաբում են ժողովրդին, ասում են դա ներքին օգտագործման համար է, խաբում են, ասում են թուղթ են ստորագրի այդ հայտարարությունների մի նայեք։ Այս լեկտիները մոռացել են, որ իրենց ամբողջ տեխնոլոգիան մենք տեսել ենք նաև Արցախը հանձնելուց առաջ։ Հիմա երևի Ալիևը
միջանցք ստանալու ախորժակ ունի, տեխնոլոգիապես Սևանի անունն են դրել շրջանառության մեջ, որպեսզի հետո Նիկոլենք երևի ասին դե հանուն Սևանը փրկելու մենք միջանցքը պետք է հանձնենք ու հետո PR անեն, որ իբր տեսեք հանձնեցինք միջանցքը, բայց զատո Սևանը պահեցինք։ Հետո այդպես շարունակ, դա պետք է կանխել, թույլ չտալ այդ քաղաքականությունը, այդ մոտեցումը, այնպես որ բոլորից համար ամեն ինչ պարզ է, ձևակերպումների հարց է, բայց ընդհանուր առմամբ բոլորս էլ հասկանում են, որ սրանց պետք է մերժել եւ վռնդել ոչ միայն Վաղարշապատ համայնքից, այլև մյուս բնակավայրերից, ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտից։ Սա է քիչ հետո մենք կավարտենք, շնորհակալություն ոսկեհացիներին եւ մենք ասեմ, որ մյուս գյուղերում են լինելու եւ բոլոր հատվածներում շրջելու են Վաղարշապատ համայնքից։ Առայժմ քիչ հետո մենք արդեն կավարտենք։ Վաղարշապատ հեչ միացին իմ այր Հայաստան Վաղարշապատ հեչ միացին իմ այր Համար չոր Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար չոր Հիացիր Որ փոխեք Հիացիր Որ փոխեք Միացիր Որ փոխեք Մայր Հայաստան կուսակցություն Քվեաթերթիկ համար 4 Միացիր Որ փոխեք